Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով իր ուղերձում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է վերապրելու իր բանաձևը՝ պետություն և պետական շահ։ Հայաստանի Հանրապետություն միջազգայինորեն ճանաչված տարածքով, հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ և պաշտպանված քաղաքացի։ Ահա թե ինչը, ովքեր և ինչպես պիտի վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը։ Ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ջահերով երթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման առնչությամբ վարչապետի գնահատականն է ներկայացրել, ասելով, թե դա սադրիչ և հրահրող գործելակերպ է։ Ըստ նրա, Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը, այն համարելով անպատասխանատու և անընդունելի։ Միաժամանակ դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ կրակոցները։ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, հերքելով Հայաստանի ՊՆ հաղորդագրության մեջ առկա մեղադրանքները Խոզնավար գյուղի տների ուղղությամբ կրակոցների վերաբերյալ։ Նշվում է, թե ադրբեջանական ստորաբաժանումներն իբր երբեք կրակ չեն բացում խաղաղ բնակիչների և օբյեկտների վրա։ Փաստը սակայն գիշերը արձակված կրակոցից սահմանամերձ Խոզնավարում վնասված բնակարանի տեսքով անհերքելի է։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հիշատակի օրվա կապակցությամբ իր ուղերձում գրել է, որ ուրացողները կամ ցեղասպանությունը կասկածի տակ դնողները ուղղակիորեն նեղսակից են դառնում այդ ոճրին։ Ավելի ուշ այցելելով Հայոց ցեղասպանության հուշահամալիր, լրագրողներին ասել է, որ օրվա իշխանությունը եթե դեռ չի ուրանում, ապա այդ ճանապարհին է։ Նա նաև հորդորել է հանգիստ թողնել Ռոբերտ Քոչարյանին։ Թուրքիայի նախագահ Էրդողանը ուղերձում նշել է, թե ցավակցում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիների դժվարին ժամանակներում մահացած Օսմանյան կայսրության հայերի հետնորդներին։ Ըստ նրա, զանգվածային կոտորածներն իրականացրել են ավազակախմբերը։ Նույն օրը Թուրքիայի ՊՆ-ում հարգանքի տուրք են մատուցել Օսմանյան պետության վերջին տարիներին հայերի սպանած թուրքերի հիշատակին։ Ստամբուլի բնակիչները վերջին գիշերներն անցկացնում են մզկիթներում, մարզասրահներում և զբոսայգիներում քաղաքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի ու 5 տասնյակից ավելի հետ ցնցումների պատճառով։ Զբոսաշրջիկներն էլ չեղարկում են այցերը Ստամբուլ։ Հնդկաստանն ու Պակիստանը փակել են միմյանց օդային տարածքները, զորավարժություններ սկսել, այդ թվում ռազմածովային ուժերի, չեղարկել երկկողմ պայմանագրերը նախօրեին Քաշմիրի հնդկական հատվածում պակիստանամետ ահաբեկիչների իրականացրած սպանդի պատճառով։ Քաշմիրի համար այս պետությունները 3 անգամ պատերազմել են։ Ապրիլի լույս 24-ի գիշերը Ռուսաստանը զանգվածային համակցված հարված է հասցրել Կիևին։ Նախնական տվյալներով զոհվել է 9 մարդ, 63-ը վիրավորվել են։ Այս առիթով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը, որ ջանքեր է գործադրում այս երկրում խաղաղության հասնելու համար, գրառում է արել Վլադիմիր Կանդարեթ